Ժողովուրդ օրաթերթի կառավարության աղբյուրների փոխանցմամբ դեկտեմբերին Հայաստանի Հանրապետության նախարարներն ու փոխնախարարները միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստացել, որի մասին Ժողովուրդ օրաթերթի հարցումներին դեկտեմբերի 25-ից ի վեր կառավարությունը չի պատասխանում։ Հրաժարվում են հրապարակել նախարարների եւ փոխնախարարների ստացած պարգևների չափը։ Այսպիսով ոչ միայն Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորներն են մեծ պարգևներ ստացել մոտ 3 միլիոնական դրամներ, նաեւ նախարարներն ու փոխնախարարները ստացել են օրենսդիրներից զգալիորեն ավելի բարձր պարգևավճարներ պետբյուջեի միջոցներից։ Ժողովուրդ օրաթերթը դեռ 2025 թվականի դեկտեմբերի 25-ին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյանին գրավոր հարցում էր ուղարկել խնդրելով հայտնել, թե դեկտեմբեր ամսին նախարարներն ու փոխնախարարները որքան գումար են ստացել որպես պարգևավճար եւ հավելավճար։ Հունվարին տոներից հետո կառավարությունը ժամանակ էր խնդրել 30 օրով հարցին պատասխանելու համար։ Սակայն հունվարի 9-ին ստացվեց պատասխանը կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետի անունից։ Յուրաքանչյուր նախարարության աշխատողի վարձատրությունը եւ հաշվապահական հաշվառումն իրականացվում է նախարարության կողմից, նշված է պատասխանում։ Այսպիսով կառավարության ղեկավարությունը հրաժարվել է հայտնել նախարարների ստացած պարգևների չափը։ Ժողովուրդ օրաթերթը բոլոր նախարարներին ուղարկել է առանձին հարցումներ, սակայն մինչ այժմ որևէ պատասխան չի ստացվել։ Մինչ այդ կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ դեկտեմբեր ամսին միայն նախարարները ստացել են 7-ից 8 միլիոն դրամ, որոշ դեպքերում մինչև 9 միլիոն դրամ պարգևավճարներ, իսկ փոխնախարարները 4-ից 5 միլիոն դրամ պարգևավճարներ։ Իդեպ տեսչությունների պետերն էլ նախարարներին գրեթե հավասար խոշոր պարգևներ են ստացել, տեղակալները փոխնախարարներին հավասար։ 2025-26 թվականը որպես նախընտրական տարի ծանր է նստել քաղաքացիների, հարկատուների վրա, բայց հարուստ էր նախարարների ու փոխնախարարների համար։ Տարակուսելի է, որ պետական բյուջեից վճարված այդ գումարները գաղտնի են պահվում Նիկոլ Փաշինյանի կառավարության աշխատակազմի կողմից։